Տեղյակ եք, որ Փաշինյանը հույժ գաղտնի որոշմամբ շուրջ 3 միլիարդ դրամ է բաժանել իշխանականներին, նախարարներին մոտ 7 միլիոն դրամ, վարչապետին ու փոխվարչապետերին ավելի շատ, բայց ասում է, որ թոշակները բարձրացնենք, թոշակառուն չի իմանա ինչի վրա ծախսի ավել գումարը, արդար է արդյոք, դուք ծախսելու տեղ չունեք և ծախսելու ձևը չգիտեք։ Ոյ Աստված ջան, իրանք միլիոններն ինչի վրա են ծախսում, ցավը տանեմ, ինչի վրա են ծախսում։ Խիչի ուրեմն մենք հիմար ենք, իրանց տատը, իրանց 2 կոպեկ փող տված չկա այդ ղեկավարների տատը, բա մենք էլ ենք տատ ենք, պապ ենք, մեր թորներն էլ ենք ուզում 2 կոպեկ տանք, ինչ անեմ, ճիշտ չի։ Ոչ մի հատ ստեղանգրագետ մարդ չկա, թոշակառուն էլա դպրոց գնաց է, դա ասելու խոսք չի, որ ասենք թոշակառուն չի կարում ծախսի, խի չի կարում ծախսի, խի չի կարում, խի չի կարում, ահա խնդրեմ, ես դեղեր եմ առել Ազիջան, իմ թոշակը 37,000 դրամ է, ցավը տանեմ, այս դեղը արժի 5,500 դրամ, այն օրը մի դեղը առել եմ 6,000 դրամ, դե հաշվի, ցավը տանեմ, ես էլ բանում եմ, Շամախյանում եմ, անընդհատ գնում եմ գալի ու ամեն ինչը թանկ, Դիլիջանում ամեն ինչը թանկ, դե իմ հետի պիտի հաշվարկենք, գումարենք անենք, որ ես հաց եմ ուտում, ջուր եմ խմում, տամ հոգսերն եմ քաշում, ցավը տանեմ, ղեկավարի բան չպիտի, ոնց չգիտի, լրիվ էլ անգրագետ մարդ չկա իմի, էդի սուտ բաներ է։ Տեղ չկա ծախսելու։ Միլիոններ էլ լինի ծախսելու ենք, այնքան հոգսում ենք։ Բայց թոշակը 36,000-ա, որ ասենք երիկ չանա մարդկանց, մի մարդին երիկ չանա, որ ասենք 10,000-ով ինչ պետք է անի մարդը։ Ես այս տարի կոմունալը մի ամսով մեջ 70,000 փող եմ տվել։ Գազ չունեմ, կալոնկա չունեմ, հոսանքով եմ տականում։ 70,000 դրամ փող եմ տվել։ Ամեն դեպքում թոշակառուն գիտի գումարն ինչի վրա ծախսի։ Իհարկե, գիտի, այդ ինքը չգիտի, որտեվ իրանը միլիոնները, մերը 10,000 դրամ։ Չէ, դա շատ մեծ սխալ է, ոնց է չգիտի։ Ամեն մարդ գիտի իր գումարը ոնց է ծախսում։ Եթե ես ձեզ հասկացա, նա ուզում է, որ խանութները շահույթ ունենան, որ իրան բյուջետային հարկերը ժամանակին վճարեն, բայց ես չեմ ուզում այդ խանութներից առևտուր անել, դա սխալ է, 100% սխալ է։ Ոնց դու չգիտի։ Ամեն առաջի հերթին թոշակառունները ամեն առաջի հերթին դեղերին են ծախսում։ Մեկ էլ կոմունալնի բաները ծախսերը անում։ Այն մնացած արդեն մեկից պարտք են անում, հիմա խանութից վերանում այդ պարտկանել, потому что կարտեչկով են բանը ստիպում թոշակը ստանան։ Ոնց դե չիմանա, իհարկե կիմանա։ Այսօր ես ինտերնետում տեսել եմ մի հատ մարդ, ասում է, ես հարևան ունեմ, ասում է, այդ մարդը, այդ հարևանը սպասում է օրվա վերջը գա, որ գնա խանութ տենա հացը էժան կես գնով առնի, դա ասում է, չի իմանա այդ մարդը, որ ունենա այդ 10,000-ը, չի ունենա ծախսելու տեղ, գնում է, սպասում է օրվա վերջը չի առնում, միջև այդ հացը էժանանա նոր վերցնի, ես այդքան կարամ ասեմ, ճիշտ է, թե չէ, դա արդեն իմ եզրակացություն չէ, եզրակացությունը պետք է անեն ավելի խելացի մարդիկ։ Չէ, դա գիտի ինչ վրա ծախսում, իր սնունդի վրա ծախսում, մեծ մասն է թոշակառուն իր դեղերի վրա։ Ասում եմ թոշակառուն իրավունք չունի փողը ստանա, խիպը դե չստանա, դե ասա։ Ես եմ ու շոֆեր մարդ եմ, գնացի ճամփի մնացի, մեկին պետք է փող տաս, որ տանե։ Դե ասում չգիտի ինչի վրա ծախսի։ Ով չգիտի։ Թոշակառուն։ Խի չգիտի։ Թոշակառուն մարդ չգիտի, որ հաց ուտելու եւ այլն եւ այլն։ Ինչ եք կարծում, ես ինչպեսի ղեկավար է պետք։ 2 տարեկան երեխու համար որ գնում են բուժման վճարով է սարքել է տա ղեկավարը։ 2 տարեկան երեխան չի քայլում։ 5 քանի անգամ վիրահատել է ղեկավարը մտածել է երեխու մասին։ Դե եմ ասում, ինչպեսի ղեկավար է պետք, որ այդ Այդ էսքանից հետո ինչ ղեկավար ուզենք մենք։ Կարևորը մարդկանց հասկանա։ Ուժեղ լավ նվիրված ղեկավար ժողովրդին։ Ինչ պետք է անի, որ հասկանան, որ համ ուժեղ է, համ նվիրված։ Պետք է հիմնականում պետության բոլոր արժեքները պաշտպանի ու սահմանները։ Ժողովրդի համար միայն աշխատի, ժողովրդին մի քիչ տեղ տան,
խելացի լինի։ Մտածի ազգի համար։ Այդ այնց ղեկավարա պետք։ Հոգսերով ապրող, խելացի, որոշում կայացնող, զարգացած։ Մուշնի լավ, բանվոր հարգող, բարեկիրթ եւ ժողովրդի դրության մեջ մտնող ղեկավար։ Ամենայն դեպս իրենք ունեն այդ բոլոր լծակները, որ հասկանան, թե ինչ է պետք ժողովրդին։ ինքը արտաքին քաղաքականությունը պետք է ճիշտ անի։ Դե չգիտեմ ես ոնց ասեմ, այնքան որ մեր երկրի վիճակը լավ լինի, էլի։ Խելոք։ Խելոքը ո՞րն է, ժողովրդի։ Խելոքը ժողովրդի հետ ապրող, ժողովրդի հետ ապրող։ Երբ որ կտենալ դու լավ ես ապրում, ուրեմն լավ է։ Համարտ լելի ժողովրդի համար մտածող մարդ լինի։ Հայրենասեր, ազգային մարդ, ազգի մասին մտածող։ Արդար ղեկավար։ Ժողովրդի սրտից դուսեկած մարդ, որ եւ գյուղացու կյանքը իմանա, եւ միջին խավի եւ լավ խավի մարդկանց։ Կենցաղը։ Ուժեղ ղեկավար։ Արդար, ազնիվ, խելքով, գազམ་ակերպիչ, աշխատասեր։ Երևի այդքան հայրենասեր։ Իսկ ինչ պիտի անի, որ այդ բնավորության գծերը ի հայտ գան։ Աշխատանքով։ Ժողովրդի հոգսերով ապրող մարդ։ Ղեկավար չկա, չենք երազա պատասխանենք։ Մի շնորհքի խելք ղեկավար Պետք սա լավը չի, դա ասեմ ձեզ։ Սա այս թոշակառուների հարցերն էլ վատ լուծել։ Լավ ղեկավար է մեզ պետք է։ Գրագետ, հասկացող, այդ է պետք է։